Մերձավոր Արևելքում պատերազմները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իսրայելցի պատանների եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն իհարկե լավ գործ է, բայց դա ոչինչ չի լուծի, մինչև չստեղծվի լիարժեք Պաղեստին պետություն։ ՄԱԿ-ի հայտնի բանաձևերին համապատասխան, կրկնում եմ, ոչինչ չի փոխվի։ Պատերազմը շարունակվելու է, բոլորը դա հասկանում են, հայտարարել է Պաշտոնյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Թրամփն այս մասին հայտնել է հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող խոսել Ուկրաինայի անունից, բայց Պուտինը հարգում է նրան, եւ նա իմ ընկերն է, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել 2028 թվականին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի հետախուզության ստորաբաժանման հրամանատար Դենիս Յարոսլավսկին, փոխանցում է TSH-ը։ Երրորդ համաշխարհային պատերազմը սարերի հետևում չէ։ Բրիտանացիները բարձրագույն ռազմական կաբինետներում կանխատեսում են երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը 2028 թվականին։ Փախչես թե ոչ, ամբողջ արևելյան Եվրոպան կրակի մեջ կլինի, երբ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմը։ Բալթյան երկրները, Լեհաստանը կբախվեն այն ամենին, ինչին հիմա մենք ենք բախվել։ Ռուսաստանը կանգ չի առնի, կարծում է զինվորականը։ Ուկրաինային Թոմահաուք հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել ամբողջ աշխարհի, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Սրա մասին տելեգրամյան ալիքում հայտարարել է անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Թրամփը սպառնացել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չկարգավորի ուկրաինական հակամարտությունը, ապա նրա համար դա վատ կավարտվի։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ առաջին հերթին հենց Թրամփի, հայտնել է Պաշտոնյան։ Նա հստակեցրել է, որ թռիչքների ժամանակ անհնար է տարբերել սովորական եւ Թոմահաուք միջուկային հրթիռները։ Ընդ որում արձակումն իրականացնելու է ոչ թե Ուկրաինան, այլ ԱՄՆ-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցույց է տալիս դիվանագիտության իր պատրաստակամությունը։ Այո, Fox News-ին ասել է Թրամփը, պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը ցույց է տվել դիվանագիտական միջամտության պատրաստակամության որևէ նշան։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում տեղադրվել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ արտաքին գործերի պետնախարար Սթիվեն Դաութի հայտարարությունը Ադրբեջանին եւ Հայաստանին զենք մատակարարելու էմբարգոյի վերացման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հարավային Կովկասում տեղի ունեցող նշանակալի զարգացումների եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացին Մեծ Բրիտանիայի արձագանքի մասին»։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցկացրեց եռակողմ գագաթնաժողով Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիր եւ ստորագրվեց հռչակագիր։ Փաստաթղթերը ներառում են ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման կոչ եւ պարտավորություն ապահովելու Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հաղորդակցությունը հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն եւ կայունություն։ Այս առումով մենք մեր հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, առևտրի, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում ամեն տարի նախարարական հանդիպումների միջոցով։ Օգոստոսի 24-ից 26-ը ես այցելեցի երկու երկրներ, վերահաստատելու աջակցությունը եւ քննարկելու գործնական քայլերը։ Մենք աջակցեցինք Մինսկի խմբի լուծարմանը։ Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը, կարծում ենք, որ 1992 թվականին ԵԱԿ զենքի էմբարգոն այլևս արդիական չէ։ Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի մատակարարման վրա դրված էմբարգոն։ Սա մեզ հնարավորություն կտա զարգացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ օգնել երկրներին պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ հիբրիդային սպառնալիքներին արձագանքը։ Արտահանման լիցենզիաները կվերանայվեն անհատապես խիստ չափանիշների համաձայն։ Մենք կհետևենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Հույս ունենք, որ սա Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման համար ճանապարհ կհաղթի։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ այլ գործընկերների հետ այս փոփոխություններին ու տարածաշրջանային կայունությանը աջակցելու համար։
Հունիսից սկսած գերիների վիճակի մասին տեղեկություն չունենք, տեսակցություններն արգելված են։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է իրավապաշտպան Եվրոպական դատարանում հայ գերիների պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա անդրադարձել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցմանը, խոսելով դրանից բխող հետևանքների մասին։ Այս ընթացքում նաև նրանք զրկված են մարդասիրական աջակցությունից, նշեմ, որ Կարմիր խաչի գործունեության շնորհիվ ընտանիքները նաև հանձնուկներ էին կարողանում ուղարկել, ինչը բնականաբար վերահսկվում էր Ադրբեջանի կողմից, սակայն գոնե փոքրականակ ծխախոտ, սնունդ, հագուստ հնարավոր էր տրամադրել։ Դա առհասարակ արգելված է եւ վերջին զրույցներից էլ մենք գիտենք, որ սննդի եւ առհասարակ հագուստի հետ կապված խնդիրներ կան, որոնք հասկանալի է, որ ադրբեջանական կողմը չի լուծում սեփական ռեսուրսներով։ Հեռախոսազանգերի կարճատև հնարավորությունը պահպանված է, բայց ուժեղ վերահսկողությամբ, սակայն տեսակցություններ գոյություն չունեն եւ տեսակցություններն են այն միակ միջոցները, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել եւ անմիջական տեղեկություններ ստանալ անձանց պայմանների, առողջականի եւ հոգեբանական վիճակի վերաբերյալ եւ մենք կարող ենք արձանագրել, որ խիստ խոցելի եւ բացարձակ մեկուսացվածության պայմաններում են հայ պատանները։ Քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կարծում է, եթե ժողովուրդը չընդուներ այս իշխանությունը երբեք չէր վերընտրվի։ Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, թե ինչ պատկեր է սպասվում, ապա Հայկ Մարտիրոսյանը շարունակել է պնդել, որ այս իշխանությունը վերընտրվելու է, ներկայացնելով հիմնավորումներ։ Եթե այս իշխանությունը ամեն ինչից հետո իշխանություն է մնացել, ել չեմ ասում, որ վերընտրել են, դրա մասին դեռ չենք խոսում։ Ուրեմն վերջ։ Այս իշխանությունը համահունչ է այս ժողովրդի իղձերին, ցանկություններին եւ տեսակին։ Եվ հետեւաբար ինքը վերընտրվելու է, որտեղ չկա բողոքի ընդհանրապես որևէ դրսևորում։ Overkill չի, այսինքն գերակատարում չի ինչ առումով։ Շատ պարզ առումով, որ գոյություն ունի մի սկզբունք, իմիջիայլոց սա թուրքական, էթում եւ ադրբեջանական քաղաքական գծի հատկանիշներից մեկն է, որ կիրառում է նաեւ այս ռեժիմը, բնականաբար լինելով այդ դաշտում։ Դա, եթե ինչ-որ մի բան պիտի անես, շատ լավ պլանավորում ես, շատ լավ նախապատրաստում ես եւ անգամ եթե գիտես վստահաբար դրա արդյունքը, դու միևնույն է բոլոր հնարավոր տեղերից փակում ես դրա չլինելու ճանապարհների հնարավորությունն անգամ։ Հետևաբար լայնամասշտաբ ձևով հաց եւ ներկայացումներով կերակրում են, ընդ որում հացը հանել են մեջտեղից, բայց այս ժողովուրդը անգամ առանց հաց միայն ներկայացումներով էլ է բավարարվում։ Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական ֆարսը։ Հաղորդվում է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների գործով դատական նիստին հրապարակվել են մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես քննարկվել է Արցախի պաշտպանության բանակի գոյամարտ հաղորդաշարը, փաստաթղթերից մեկն էլ վերաբերել է կռունկ կոմիտե հասարակական քաղաքական կազմակերպության ստեղծմանն ու գործունեությանը։ Հրապարակվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող մի շարք փաստաթղթեր։ Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 16-ին է։ Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավականու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Նրանցից թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9։ Դրանք են Հայրենիք կուսակցությունը, Հաղթանակ կուսակցությունների դաշինքը, Կազմում առաջ եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ դեմոկրատներ, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական, Ժառանգություն, ազգային առաջընթաց, Հանրապետություն, համահայկական ճակատ կուսակցությունները։ Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած սուբյեկտների գրանցումն իրականացվելու է հոկտեմբերի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Գրանցված կուսակցություններին հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում վիճակահանությամբ։
Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա են արել Մերձավանում, պահանջելով, որ Մերձավանի նախկին համայնքապետ Ախտոյանն ու հարազատները հեռանան համայնքից։ Այդ սրբապիղծները պետք է դուրս գան գյուղից, որ հանգիստ ապրենք, լրագրողների հետ զրույցում ասել է մերձավանցի մի կին։ Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Մերձավանում սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանն ու նրա ընկեր քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող 3-րդ անձը Արծրուն Գալստյանը։ Ողբերգական այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի ՀՊԱ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox News-ի եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից ակտիվ գործողություններ է ակնկալում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Հուսով եմ, որ Թրամփը կկիրառի արևելքի վրա փորձարկված այն նույն ճնշման մեխանիզմը եւ ավելի ուժգին, որպեսզի ստիպի Պուտինին դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, նշել է քաղաքական գործիչը։ Հոկտեմբերի 13-ին Թրամփը հայտարարել էր, որ լավ զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։ Ավելի վաղ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահները 2 օրվա ընթացքում 2 անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Դորին Ռեչյանը հրաժարվել է Մոլդովայի նոր կառավարության վարչապետի պաշտոնից, հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդը։ Հանրապետության վարչապետի թեկնածուն Ռեչյանի փոխարեն հայտնի կդառնա նախագահի հետ խորհրդակցություններից հետո։ Մոսկվան հույս ունի, որ Թրամփի Գազայի հարցով ծրագրի շրջանակներում բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մենք մեծ հույս ունենք, որ այն ամենը, ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, կիրականացվի, ասել է Լավրովը արաբական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը, վերջինս նշանակվել է ոստիկանության գավառի բաժնի պետ։ Դեպի ՌԴ բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իշխանություններից Ռուսաստանի Դաշնության հետ բանակցել ու փոփոխել իրենց Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու թույլատրելի ժամկետները։ Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է Stratus։ Stratus շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է, խրպոտությունը։ Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում, տարեցներ, ուղեկցող հիվանդություններ։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը կայուն է, սակայն շարունակում է շրջանառվել օմիկրոն ենթատեսակը, որը դիտարկվում է 2023 թվականից։ Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կմասնակցի Գազայի հատվածին նվիրված գագաթնաժողովին, որը նախատեսված է Եգիպտոսում երկուշաբթի օրը հոկտեմբերի 13-ին։ Հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կմասնակցի Շարմ էլ-Շեյխում կայանալիք գագաթնաժողովին, ասել է նա։ Ֆրանսիան հատուկ դեր կխաղա Պաղեստինի ինքնավարության հետ հարաբերություններում Գազայի կառավարման հարցում երկուշաբթի օրը հոկտեմբերի 13-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիան հատուկ տեղ կզբաղեցնի Պաղեստինյան ինքնավարության կողքին ապահովելու համար, որ այն ստանա իր բաժինը եւ որ իր բարեփոխումները նախագծի ապագայի համար։ Եվ այս առումով մեր առաջարկած խաղաղության ծրագիրը եւ նախագահ Աբասի միաժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի եւ վարչապետ Մուհամմեդ բին Սալմանի եւ իմ հետ անցկացրած բանակցությունները կարևոր տարրեր են, որոնց վրա մենք կշարունակենք աշխատել, ասել է նա լրագրողներին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայր քաղաքում Գազայի հատվածում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողովին ժամանելուց հետո։
Իսրայելը հաջորդ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի այս մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ամիր Օհանան խորհրդարանում Թրամփի ընդունելության արարողության ժամանակ ելույթ ունենալիս հայտնում է GBnews.com-ը. Պարոն Թրամփ, դուք ամենաարժանին եք խաղաղության մրցանակին, հետևաբար ես այստեղ հայտարարում եմ, որ մենք կձգտենք աշխարհի տարբեր երկրներից խորհրդարանների խոսնակների ներգրավել եւ ձեզ հաջորդ տարի Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրել, ասել է Իսրայելի խորհրդարանի նախագահ. Աշխարհին շատ Թրամփներ են պետք, հավելել է նա։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին ու Բարաշենի բանտում բռնության են ենթարկել։ Այս մասին Armlur-AM-ին հայտնել են իրավապահ աղբյուրներից։ Ըստ տեղեկությունների, Փարաքարի համայնքապետի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին ու Բարաշենի բանտում հենց մենախցից կամ բոլորին հայտնի կարանտինից հանել տարել են ընդհանուր խոց, նրան խցում բռնության են ենթարկել։ Արդյունքում քրեակատորողական հիմնարկի ղեկավար կազմը հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տարել են մենախուց։ Քրեակատորողական ծառայությունից չեն մեկնաբանել տեղեկությունները։ Քրեակատորողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար։ Հանդիպման ժամանակ նա Թրամփի նվիրել է խաղաղությունը խորհրդանշող ոսկե աղավնի։ Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ El-Sisi-ի գրասենյակը հայտարարել է, որ Նեթանյահուն եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կմասնակցեն Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին Գազայի հատվածում հրադադարի հաստատման կապակցությամբ։ Եգիպտոսի առաջնորդը հեռախոսազրույցներ է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, ով այժմ գտնվում է Իսրայելում։ Գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում մասնակցելու հրավեր է ստացել 20 երկրների առաջնորդներ։ Հոկտեմբերի 13-ին, սեպտեմբերի 30-ին ըստ հին տոմարի ռուս ուղղափառ եկեղեցին նշում է հայ առաքելական եկեղեցու հիմնադիր եւ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակության օրը։ Այս ամսաթիվը ոչ միայն հիշատակի տուրք է մեծ սրբին, այլև Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդներին միավորող հոգևոր եւ մշակութային խորը կապերի կարևոր խորհրդանիշ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պատմության մեջ հիշվում է որպես մարդ, որի հավատքն ու հերոսական գործերը հանգեցրին պատմական իրադարձության։ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուն։ Սա Հայաստանը դարձրեց աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, ընդմիշտ սահմանելով նրա մշակութային եւ քաղաքակրթական ուղին։ Նրա ժառանգությունը տարածվել է երկրի սահմաններից էլ այն կողմ, դառնալով ողջ քրիստոնեական աշխարհի հոգևոր սեփականության մի մասը։ Սուրբ Գրիգորի տոնը հատուկ հնչեղություն ունի Ռուսաստանում, որտեղ նրա անձը եւ հերոսական գործերը մեծարվում են ռուս ուղղափառ եկեղեցու հավատացյալների կողմից։ Սրբի պաշտամունքը Ռուսաստանում խորը պատմական արմատներ ունի։ Այսօրվա եկեղեցական տոնակատարությունը ռուսական եկեղեցիներում ընդգծում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ուղղափառ եղբայրությունը հիմնված է ոչ թե ժամանակավոր քաղաքական հանգամանքների, այլ համատեղ դարավոր հավատքի, փոխադարձ հարգանքի եւ հարուստ մշակութային ավանդույթի ամուր հիմքի վրա։ Ռուս-հայկական հոգևոր կապերի զարգացումը նոր թափ ստացավ 2021 թվականին Հայաստանում ռուս ուղղափառ եկեղեցու թեմի հիմնադրմամբ։ Հայաստանում կա ռուս ուղղափառ եկեղեցու 8 տաճար, այդ թվում ծխական, վանական եւ ռազմական տաճարներ։ Եկեղեցական առաջնորդների միջև կանոնավոր հանդիպումները վկայում են ամրապնդվող կապերի մասին։ 2025 թվականի սեպտեմբերին Պատրիարք Կիրիլը Աստանայում հանդիպեց Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, իսկ նույն թվականի մարտին ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը միտրոպոլիտ Անտոնիի գլխավորությամբ այցելեց Էջմիածին, Գարեգին II կաթողիկոսի հետ հանդիպելու։ Ողբերգական դեպք Բյուրեղավանում խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռեր եկել 6-ամյա երեխայի գլխին, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի առաջին B թաղամասի խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարում էին արցախցի փոքրիկի կյանքի համար, ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Այս գիշեր Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան։ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձել է ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Դուբլին, այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Հոկտեմբերի 14-ին ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում կհանդիպի Իռլանդիայի ազգային հավաքականին։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն ելույթ կունենա ազգային ժողովում իր կառավարության նշանակումից մեկ օր անց։ Սրա մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է կառավարության խոսնակ Մոտ Բրեխոնը։ Կառավարության քաղաքականության հայտարարությունը կհրապարակվի վաղը կեսօրին։ Ժամը կհաստատվի, բայց այն հավանաբար կլինի ժամը 15:00-ին, ասել է նա։ Բրեժնը նաև ասել է, որ նույն առավոտյան կկայանա նախարարների խորհրդի առաջին նիստը նոր կաբինետի հետ, որտեղ կներկայացվի 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Կառավարության խոսնակը խոստովանել է, որ հայտարարությունից հետո նրա դեմ կարող է անվստահության քվեարկություն սկսվել։ Սակայն նա կոչ է արել նման քայլի դիմել ցանկացող խորհրդարանի անդամներին, դա անել միայն կոնկրետ օրինագծերի քննարկումից հետո։ Նա նաև ասել է, որ կառավարությանը անվստահության քվեարկությունը կհարթի ճանապարհը խորհրդարանի լուծարման համար, ինչը կխաթարի Ֆրանսիայի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում, թույլատնելով այն եւ բացասաբար անդրադառնալով Ֆրանսիայի ժողովրդի վրա։ Գազայի հատվածում ազատ արձակված առաջին 7 իսրայելցի պատանդների վիճակը բավարար է, հայտնել է պետական կան հեռարձակողը, մեկնաբանելով առևանգվածների իսրայելական ուժերին հանձնումը։ Կանի խոսքով ազատ արձակվածները կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել։ Հոկտեմբերի 13-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաստատեց, որ զինվորականները Կարմիր խաչի աշխատակիցներից ընդունել են 7 պատանդներից բաղկացած առաջին խումբը Գազայում եւ ուղեկցել նրանց դեպի Իսրայել։ Նրանք շուտով կանցնեն նախնական բժշկական զննում, որից հետո կուղարկվեն հիվանդանոց լիարժեք զննման համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ կարող է քննարկել Թոմահոկ հեռահար թևավոր հրթիռների փոխանցումը Ուկրաինային։ Գուցե Պուտինին ասեմ, լսիր, եթե այս պատերազմը չկարգավորվի, ես Ուկրաինային Թոմահոկ հրթիռներ կուղարկեմ։ Այն անհավատալի զենք է եւ ունակ է ավերիչ հարվածներ հասցնել։ Եվ անկեղծ ասած, Ռուսաստանին դա պետք չէ, ասել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի ավարտել պատերազմը, հակառակ դեպքում նրա համար դա վատ կավարտվի, հավելել է Թրամփը։ Համասը հրապարակել է 20 կենդանի պատանների ցուցակը, որոնց մտադիր է ազատ արձակել Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Համասի ռազմական թևը Ալ-Քասամ խումբը հրապարակել է 20 կենդանի իսրայելցի պատանների անունները, որոնք ինչպես սպասվում է շուտով ազատ կարձակվեն։ Ցուցակում ներառված են 20 պատաններ, որոնց անուններն ավելի վաղ Իսրայելին էին տրամադրվել բանակցությունների շրջանակում եւ որոնք հաստատվել են համաձայնագրի շրջանակներում ազատ արձակվելու համար։ Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով առաջին պատանները, որոնց Համասը կազատի Գազայի հատվածի հյուսիսային հատվածից, Մատան Անգրեսն են, եղբայրներ Գալի եւ Զիվ Բերմանը, Ալոն Օհելը, Էյթան Մորը եւ Օմրի Միրանը։ Մնացած 14 կենդանի պատանները կազատվեն ավելի ուշ Գազայի տարբեր շրջաններից։ Իսրայելի իշխանությունները որոշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևը նախագահական պատվո մեդալը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի գրասենյակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս պարգևը ճանաչում է Թրամփի ներդրումը Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման գործում։ Մրցանակի շնորհման մասին հայտարարությունը համընկնում է ամերիկացի առաջնորդի Իսրայել այցի հետ, որը սկսվել է այսօր երկուշաբթի օրը հոկտեմբերի 13-ին։ Մեդալը նրան կհանձնվի առաջիկա ամիսներին դեռևս չճշտված ժամին եւ վայրում պարզաբանել է գրասենյակը։ Նախագահ Թրամփի ժառանգությունը կհիշվի Իսրայելի պետությունում եւ հրեա ժողովրդի սերունդների համար։ Իր անխոնջ ջանքերի շնորհիվ նախագահ Թրամփը ոչ միայն օգնեց մեր սիրելիներին տուն վերադարձնել, այլև հիմք դրեց մերձավոր արևելքում անվտանգության, համագործակցության եւ խաղաղ ապագայի իրական հույսի վրա հիմնված նոր դարաշրջանի։ Ինձ համար մեծ պատիվ կլինի նրան հանձնել Իսրայելի նախագահական պատվո մեդալը։ Այս որոշումը մեկնաբանել է նախագահ Հերցոգը։ Պատվո նախագահական մեդալը Իսրայելում հիմնադրվել է հրեական պետության 9-րդ նախագահ
Շիմոն Պերեսի նախաձեռնությամբ 2012 թվականին։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է Կիև ժամանելու մասին, որտեղ մտադիր է քննարկել նոր զենքի մատակարարումները եւ ֆինանսական վարկերը, ինչպես նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը։ Ես այսօր Կիևում եմ ֆինանսական եւ ռազմական աջակցության վերաբերյալ բանակցությունների համար, հայտնել է նա, նշելով, որ մտադիր է նաեւ Կիևի ռեժիմի ներկայացուցիչների հետ քննարկել էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության հարցերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս մտադիր է նոյեմբերի 1-ից Չինաստանի նկատմամբ 100% առևտրային մաքսատուրքեր սահմանել։ Այո, այս պահին այդպես է, Մերձավոր Արևելք թռչող Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է նա, երբ նրան հարցրել են, թե արդյոք մտադիր է Չինաստանի նկատմամբ 100%-անոց մաքսատուրքեր սահմանել։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը նշել է, որ մինչև այդ ամսաթիվը դեռ շատ ժամանակ կա։ Նոյեմբերի 1-ը ինձ համար հավերժություն է թվում, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը նոյեմբերի 1-ից առաջ 100%-ով կբարձրացնի չինական ապրանքների մաքսատուրքերը, ինչպես նաև կսահմանի արտահանման վերահսկողություն ծրագրային ապահովման վրա։ Գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելու կամ զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են քննչական կոմիտեից։ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է եւ ավելացվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքները։ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբն արձագանքելով որոշմանը նշել է, որ քննչական մարմինը սահմանել է շարունակական ապօրինության նոր նշաձող։ Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։ Արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ԿՊԱ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է ԿԲ խորհրդի անդամի իրենց թեկնածուին։ Համաձայն ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրում Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը, ասել է Մանավազյանը եւ ներկայացրել նրա կենսագրությունը։ Նշենք, որ Արմեն Քթոյանը ներկայում ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Վարչապետը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան Ստիվ Ուիթկովան այցելել է Գազայի հատված Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի պահպանումը վերահսկելու համար։ Քաղաքական գործչին ուղեկցել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար ծովակալ Բրեդ Քուփերը եւ նախագահի փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։ Մենք մանրամասն տեղեկություն ստացանք անվտանգության, մարդասիրական օգնության եւ հակամարտությունների կանխարգելման ջանքերի վերաբերյալ, գրել է հատուկ դեսպանորդը։ Եղանակը առաջիկա օրերին։ Մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Հոկտեմբերի 14-ից 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։